Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես Փաստորաթերթը գրում է. Աստիճանաբար միս ու արյուն են ստանում ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ցուցակները։ Երեք լրագրող եւ քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշյանը հայտարարել է, որ կայացրել է որոշում ընտրություններին մասնակցել իր լավագույն ընկեր եւ զինակից Էդմոն Մարուքյանի եւ Լուսավոր Հայաստանի հետ։ Փաստ թերթի տեղեկություններով Փաշյանը ԼՀԿ ցուցակում լինելու է երկրորդը։ Իդեպ հիշեցնենք, որ վերջին շրջանում Էդմոն Մարուքյանն ու Կարպիս Փաշյանը միասին հաղորդում էին նախաձեռնել յուրատեսակ փոդքասթ, որի ժամանակ քննարկում էին Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր խնդիրներ։ Հրապարակ թերթը գրում է. որոշ տեղեկություններով ռուսական շրջանակները Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրամյանի փոփոխության հարցն են դիտարկում։ Արա Աբրամյանը 2000 թվականից ի վեր այս հասարակական կազմակերպության նախագահն է։ 2003-ին ընտրվել է Հայկական հասարակական կազմակերպությունների համաշխարհային հայկական կոնգրես միջազգային միության նախագահ, ստեղծել է Գործարարների Ռուսաստանի Արգենտինա խորհուրդ եւ ներկայում նրա համանախագահն է ռուսական կողմից։ Նաեւ ֆրանկո-ռուսական ասոցիացիայի համանախագահն է։ Մի քանի անգամ վերընտրվել է ՀԿ նախագահի պաշտոնում, սակայն կան տեղեկություններ, որ այժմ ռուսական իշխանությունները դժգոհ են նրանից եւ նրան փոխարինողի թեկնածուներ են քննարկում։ Ռուսական աղբյուրները ասում են, որ ամենահավանականը երկրորդ նախագահի մամուլի նախկին խոսնակ գրասենյակի նախկին պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի թեկնածությունն է։ Քննարկում են նաև Կամո Ավագումյանի եւ Կարեն Շահնազարովի տարբերակները։ Հրապարակ թերթը գրում է. ապրիլի 12-ին Սևան համայնքի Գագարին բնակավայրում հանդիսավորությամբ նշել են Յուրի Գագարինի տիեզերք թռչելու 65-ամյակը։ Գագարինում Գագարինի արձանախմբի մոտ կայացել է բազմամարդ միջոցառում, որին մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ Մոսկվայի տան մի շարք պաշտոնյաներ։ Միջոցառումն իրականացվել է համայնքի մշակույթի պալատի հարևանությամբ, որտեղ տեղադրված է տիեզերագնացի արձանը։ Դրանից 500 մետր հեռավորությամբ համայնքի եկեղեցին է, որտեղ եւ կայանել է ՔՊԱ-ականների ուրախ ավտոբուսը։ Օգտվելով առիթից ՔՊԱ-ականները փորձել են օգտագործել հավաքված մարդկանց բազմությունը, նրանց ներկայացնելով որպես իրենց աջակիցներ, որոնք եկել են հանդիպելու Փաշինյանի հետ։ Գագարինցիները Փաշինյանին տեղեկացրել են, որ նման միջոցառում է անցկացվում, բայց ուրախ ավտոբուսի պասաժիրները չեն մնացել եւ չեն մասնակցել միջոցառմանը։ Հրապարակ թերթը գրում է. մեր տեղեկություններով Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի եւ Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջև նախընտրական բանակցությունները ձախողվել են։ Մարուքյանն ու Աղազարյանը քննարկում էին հունիսի 7-ի ընտրություններին համատեղ մասնակցության ֆորմատը։ Նրանց միջև համագործակցությունը սկիզբ էր դրվել ամիսներ առաջ, երբ օրակարգ մտած իմպիչմենտի գործընթացին Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիտարկեցին Մարուքյանի որպես վարչապետի թեկնածությունը։ Իսկ նախընտրական ֆորմատը չի կայացել մարտավարական անհամաձայնությունների պատճառով։ ԼՀԿ-ն մտադիր է միայնակ մասնակցել ընտրություններին, իսկ Աղազարյանի թիմի մասով դեռ վերջնական որոշում չկա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երևանում օրինաչափությունը նույնն է, անձրև է գալիս, քաղաքը վերածում է վենետիկյան տեսարանի, փողոցները դառնում են գետեր, բակերը լճեր, իսկ կոյուղին վերադառնում է բնակիչների տուն նկուղներով։ Բայց սա ոչ թե բնական աղետ է, անոմալ երևույթ, այլ պարզապես վատ կառավարման հետևանք, ահազանգում են փորձագետները։ Մինչ քաղաքը ջրի տակ է անցնում, երեկվա գործակարգավարական նիստը քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսեց ռոյլերների մասին զեկույցով, թե հնացել են, լավ չեն աշխատում։ Քննարկում էին մշակութային հարցեր, հետո տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին քաղաքային տրանսպորտից իջեցնելու առաջարկ արեց Տիգրան Ավինյանը։ Այնուհետև անցան դպրոցահասակների հեռախոսների սահմանափակումներին, բայց մայրաքաղաքի ամենօրյա անհարմարությունը ջրահեռացման կոլապսը օրակարգային հարց չդարձավ։ Իսկ ինչի հետևանք է վենետիկյան Երևանը։ Քաղաքային պլանավորման մասնագետները տևական ժամանակ ահազանգում են, որ անհաշվարկ շինթույլտվությունները հանգեցնում են կոլապսի։ Փաստ թերթը գրում է. գնալով ավելի ու ավելի անհանգստացող են դառնում տեղեկություններ, որ կապված են դեպի ՌԴ արտահանվող ապրանքների հետ։ Մասնավորաբար, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ալկոհոլի եւ ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը սկսել է Պրոշանի կոնյակի գործարանի լիցենզիան չեղարկելու գործընթաց, ինչը նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ առաջիկայում սկսվում են նոր սահմանափակումներ, մասնավորապես
Ըստ տեղեկությունների հաջորդ սահմանափակումը վերաբերվելու է ջերմուկ հանքային ջրերի գործարանին։ Հիշեցնենք, որ այս ընկերության սեփականատերը ՀԿ-ական նախկին падգամավոր Աշոտ Արսենյանն է, որն այժմ հիանալի համագործակցում է ՔՊ-ի հետ։ Ավելին, նրա որդին Վահագն Արսենյանը Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Իդեպ, ըստ մեր աղբյուրների, պատահական չէ, որ հենց այս օրերին ՌԴ քննչական կոմիտեն որոշեց վերաբացել ենթադրաբար ջերմուկ հանքային ջուր խմած Վլադիկավկազի բնակչի Մավան հետ կապված քրեական գործը։ Նշվում է, որ գործը նախկինում կասեցվել էր, քանի որ այդ պահին հնարավոր չէր եղել պարզել հանցագործության ներգրաված անձանց։ Գործը վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո։ Հրապարակ օրաթերթը գրում է. երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, նրանց թվում Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին, ՍԱՍ-ի արտաքին Grand Candy-ի սեփականատիրոջը, Synopsis, Ucom, Team ընկերությունների տնօրեններին եւ այլոց։ Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին։ Որոշ տեղեկություններով հանդիպումը երկու նպատակ է ունեցել. նախ Ռուսաստանի հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել եւ թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Փաշինյանի դեմ, նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության եւ իրենց բիզնեսին վնասելու մեջ։ Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկաներ կբացեն։ Հանդիպումը երեք հանդիպան մասին կարծեմ 20 րոպեից ավել տևողությամբ տեսանյութ տարածած, որտեղ հիմնականում տարածված Նիկոլ Փաշինյանի խոսքը թե ինչ էր ասում եւ գործարարների, այսպես կոչված գործարարների խոսքից որևէ բան չտարածվեց։ Մյուս կողմից ես կարծում եմ, նայելով այդ գործարարների դեմքերին եւ նայելով նրանց կենսագրությանը, շատ դժվար է պատկերացնել, որ նրանք Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս կգան։ Այդ մարդիկ, նրանց մեծ մասը լավ, բոլորին այսպես մի սանրով չսանրենք, նրանց մեծ մասը եւ նախկինում եւ հիմա իր բիզնեսի հաջողությունը ապահովում է իշխանությանը ծառայելով, օրվա իշխանությանը ծառայելով, այսինքն դժվար է պատկերացնել, որ Սամվել Ալեքսանյանը կամ ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր Լֆիկ Սամոն պատրաստ է դեմ դուրս գալ Նիկոլ Փաշինյանին, հա, իր բոլոր Երևան Սիթիները ուղղակի կփակվեն, իր դեմ քրեական գործերը կհիշեցվեն, հա, մասնավորապես այդպես էլ քրեական գործ չդարձած Ցկնկուլի սպանությունը Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակցի, որը Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ խորհրդարանում, երբ ընդդիմադիր հանդես եկող падգամավոր էր, կապեց Սամվել Ալեքսանյանի հետ։ Ընդ որում այդ մարդը, ով սպանվել էր Մոսկվայում, միջ սպանությունը բավական հետաքրքիր հարցազրույց էր տվել հայկական ժամանակին եւ ոչ միայն իր նկատմամբ կատարված հանցագործությունների մասին էր խոսել, այլ նաեւ հայտարարել էր, որ հանդիսացել է Սամվել Ալեքսանյանի կողմից ստեղծված բանդայի անդամ եւ Սամվել Ալեքսանյանի հրահանգով այլ մարդկանց նկատմամբ հանցավոր գործողություններ են իրականացրել, այսինքն բանդան տարբեր մարդկանց առևանգել է, ապօրինի զրկել ազատությունից եւ տարբեր հարցերի շուրջ ստիպել նրանց անել այս կամ այն գործողությունը։ Լավ, ենթադրենք սպանության վերաբերյալ սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում, իշխանությունը ձեռքը չհասավ Մոսկվա, որպեսզի հասկանա, թե սպանության պատվիրատուն ով էր, չնայած Նիկոլ Փաշինյանը ակնարկում էր, որ Սամվել Ալեքսանյանն է։ Բա մնացած հանցագործությունների մասով, որ այդ մարդը խոսել էր, պարզ հստակ ասել էր, որ ինքը եղել է հանցավոր բանդայի անդամ, որը ծառայել է Սամվել Ալեքսանյանին։ Բանդան գործել էր Հայաստանի տարածքում։ Բանդային աջակցել էին ոստիկանության աշխատակիցներ, իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչներ, հա։ Բա դրա մասով գոնե պիտի քրեական գործ լիներ, պիտի հետաքննություն լիներ, պիտի մենք հասկանանք ի վերջո Սամվել Ալեքսանյանը ունեցել է բանդա, որը մարդկանց առևանգմամբ է զբաղվել։ Այստեղ նաև հետաքրքիր է, որ եթե ամբողջ քննարկումը հրապարակեին արդյոք Նիկոլ Փաշինյանի ասած Լֆիկ Սամոն եւ հենց ինքը Նիկոլ Փաշինյանը քննարկել են Արմեն Իսրայելյանի սպանությունը, Ցկնկուլի սպանությունը։ Եվ արդյոք այդ սպանության ճնշման ներքո բացահայտման այսպես ճնշմամբ կարող էր նա Սամվել Ալեքսանյանին օգտագործել այնպես, ինչպես որ ինքը կցանկանար, եւ այսպես կարելի է մնացած շատ այլ գործարարների նայել, այնպես որ այդ գործարարները, եթե Նիկոլ Փաշինյանը
նրանց օգտագործմամբ էշ միլիցա խաղա միևնույնն է չեն դժգոհելու շարունակելու են ծառայել Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ Փաշինյանը իշխանության է։ Հրապարակ թերթը գրում է. տարեսկզբին գրել էինք, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը 2025 թվականի տարեվերջին փոխվել է 20 միլիոն դրամ գրավով, սակայն դատախազությունն այդքան էլ հաստ չէ խափանման միջոց այս փոփոխության հետ։ Տեղեկացանք, որ վերաքննիչից մերժում ստանալուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ դատարան բողոք է տարել նախկին վարչապետի խափանման միջոց գրավը կիրառելը բեկանելու մասին։ Նա պահանջում է վճռաբեկից բեկանել գրավը եւ սահմանել վարչական հսկողություն եւ բացակայելու արգելանք։ Նպատակն այն է, որ Աբրահամյանին արգելեն ՀՀ-ից դուրս գալ։ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությամբ ապօրինի զբաղվելու հոդվածներով։ Գործը հարուցվել է դեռևս 2018 թվականին, դատարան է մտել միայն 7 տարի անց։ Փաստացի Աբրահամյանը մեղադրյալի աթոռին արդեն 7 տարի։ Պետությունը նաև հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել Աբրահամյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։ Պատասխանողների թվում են անգամ նախկին վարչապետի վարորդը Թիկնապահ, որոնց անունով ձևակերպված գույք դատախազությունը համարում է, որ պատկանում է նախկին վարչապետին, ուստի պահանջում է պետությանը վերադարձնել 59 անշարժ գույք, որից 15-ը Երևանում, բացի այդ պահանջում է 20 ավտոմեքենա, 20 ընկերությունում մասնակցություններ եւ բաժնետոմսեր, ինչպես նաեւ 55 միլիոն դոլար։ Գործը քննվում է 2023 թվականից։ Վերջերս մի հայց էլ ներկայացվել էր նրա եղբոր նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի եւ նրան փոխկապակցված անձանց դեմ։ Մի հետաքրքիր գրառում կա լրագրող Թաթուլ Հակոբյանից, 3 հետաքրքիր բացահայտում էր արել, դրա մասին խոսենք գովազդից հետո։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես Թաթուլ Հակոբյանը գրում է. Հայաստանի թիվ 1 դիվանագետին, հարգարժան պարոն նախարար, այսօր մի հոդված եմ պատրաստում Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների մասին։ Այդ երկրի վարչապետ Օրբանի 16-ամյա դերակատարումն ավարտվում է ընտրություններում նրա կրած պարտությամբ։ Պարոն Միրզոյան, ԱԳՆ էջում, որտեղ համառոտ տեղեկանք է դրված Երևան-Բուդապեշտ հարաբերությունների շուրջ մի խմբագրում է կատարվել եւ ուզում էի տեղեկանալ, դա վրիպակ է, արվել է մեր արևելյան հարևանի պարտադրանքով, թե այնուամենայնիվ պաշտոնական Երևանը համարում է, որ մեր ողբերգական պատմության դրվագներից մեկը պետք է սրբագրվի եւ գրվի նոր պատմություն։ Խոսքը հետևյալի մասին է, մեջբերեմ ԱԳՆ կայքից 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստանի եւ Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են։ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Լոձում ՀԱԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցել Հայաստանի-Հունգարիա ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Պիետր Սիարտոյի հանդիպումը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն լիարժեք վերականգնվել են դիվանագիտական հարաբերությունները։ Հասկանալի չէ, թե ինչու է 2012-ին ՀՀ խզել հարաբերությունները Հունգարիայի հետ, իսկ 10 տարի անց վերականգնել հրապարակային այս հարցմանը ակնկալում ենք ձեր ԱԳՆ մամուլի խոսնակի կամ այլ պաշտոնյայի պարզաբանում, հարգանքներով Թաթուլ Հակոբյան, լրագրող Անի կենտրոն։ Հիշեցնեմ, որ Հայաստան-Հունգարիա հարաբերությունները խզվեցին Ռամիլ Սաֆարովի, Գուրգեն Մարգարյանի, հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու, Ադրբեջանում նրա հերոսացնելու ֆոնին եւ այս ամենը արձանագրված եղել է արտաքին գործերի նախարարության կայքում, հիմա փաստորեն հեռացրել են։ Լավ, ենթադրենք իշխանությունները խոսում են ցեղասպանության մասին, 100 տարի, 120 տարի առաջ տեղ ունեցող իրադարձությունների մասին եւ ասում են, որ դա կայսրությունն էր պարտադրել, մեր իրական պատմությունը չէ, իրական պատմությունը պետք է նոր ներկայացվի։ Լավ, սա մեր աչքի առաջ է, չէ՞ տեղ ունեցել։ Կայսրություններ ստիպել
Ռամիլ Սաֆարով մարդասպանին սպանել հայ սպային։ Հիմա կայսրությունն է ստիպում ձեզ հանել դա արտաքին գործերի նախարարության կայքից, կամ եթե կայսրությունը, որ կայսրությունը, Օսմանյան, թուրքական կայսրությունը, Ալիևի կայսրությունը, Ալիևների ընտանեկան կայսրությունը, ինչու եք վախենում Իլհամ Ալիևից այդքան շատ։ Լավ, վախենում եք Արցախի անունը տալ, ենթադրելով, որ Ադրբեջանը ձեզ կմեղադրի հանցագործություն գործելու մեջ, բա Սաֆարովի պատմությունից ինչու եք վախենում։ Այդտեղ էլ աշխարհը արձանագրել է, անգամ հունգարական դատարանը արձանագրել է, որ հանցագործը Ռամիլ Սաֆարովն է։ Ինչու եք սարսափում Ալիևից, ինչու եք վախենում շամպես Ադրբեջանի իշխանություններից։ Եվ եթե աշխարհի աչքի առաջ տեղի ունեցող հանցագործությունը դուք թաքցնում եք, հրաժարվում եք դրա պատասխանատվությունը պահանջելուց, ապա ինչ եք ուզում դուք աշխարհից եւ ինչ եք ուզում ընդհանրապես կայսրություններից։ Սա պիտի ուշադիր լսեն նաեւ Նիկոլ Փաշինյանին հավատացողները, մոլորությամբ հավատացող մեր հայրենակիցները, եւ հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կայսրությունից էլ Հայաստանին չի պոկում, չի դարձնում ինքնիշխան։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի հենց հիմա Հայաստանը տեղավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հովանու ներքո։ Եվ հենց այդ ճանապարհին նաև խանգարում է, որ Հայաստանի պաշտոնական մարմինները արձանագրեն, որ 2012 ներողություն 2012-2007-ին է կարծեմ եղել, 2007 թվականին հայ սպային սպանել է Ռամիլ Սաֆարովը։ Ինչու՞, որովհետև Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում հերոսացված է, չի կարող Հայաստան, որը ընդունում է Ադրբեջանի գերիշխանությունը, Ադրբեջանի հերոսին հանցագործ համարել։ Այս տրամաբանությամբ է արտաքին գործերի նախարարությունից հեռացվել Ռամիլ Սաֆարովի անունը։ Ահա այստեղ է Նիկոլ Փաշինյանը տանում Հայաստանը, եւ Աստված մի արասցե, եթե նա կարողանա ունենալով փոքրամասնության աջակցությունը այնուամենայնիվ պահել իշխանությունը, չեմ բացառում, որ մի օր էլ Հայաստանում Ռամիլ Սաֆարովի անվան դպրոց կբացեն, չգիտեմ, ինչ-որ ռազմական ակադեմիա, չնայած դժվար թուրքերը համաձայնեն, որ մենք ռազմական դպրոցներ ունենանք, բայց ասենք Նիկոլ Փաշինյանի հիմնած դպրոցներից մեկը անվանակոչեն Ռամիլ Սաֆարովի անունով։ Եթե Ադրբեջանում հերոս է, ապա Նիկոլ Փաշինյանը ղեկավարած Հայաստանում էլ ինքը պիտի հերոս լինի։ Այսօր այսքանն էինք նախատեսել, կհանդիպենք վաղը։